Գյումրեցու և Փարաքարցու ընտրությունը մեզ համար օրենք է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Գյումրու և Փարաքարի թիմ ընտրություններին ընդառաջ Գյումրիում տեղի ունեցած գալամիջոցառման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու ինքնահայտարարագրվածները մեկ նպատակ ունեն՝ պաշտպանել իրենց թալանածը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քաղաքական պատճառը, թե ինչու են Գյումրիում անցկացվում ավագանու արտահերթ ընտրությունները։ Գյումրիում կայացած միջոցառման ժամանակ վարչապետը հիշեցրել է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ամենաշատը մեղադրում են նրա համար, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունից թալանվածը հետ չվերադարձնելու հարցում այնքան էլ մեծ հաջողություններ չկան։ Մարտի 10-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության խմբի ղեկավարը հաջողված է համարում մեր երկրում խմբի վերջին 2 տարվա գործունեությունը։ Առաքելության հիմնական նպատակը դիտարկումներն են հայ-ադրբեջանական սահմանին, դիտարկման գործիքակազմը, դրոշ, ամենագնացներ, հեռադիտակ, լուսանկարչական խցիկ, այս մասին հայտնել են լուրերին։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին, կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցությունը, քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա գործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է եվրոպական արժեքների եւ ստանդարտներին, եւ բարեփոխումները հենց այդ ուղղությամբ են իրականացվում։ Հանդիպման ավարտին կողմերը պատասխանատվություն են հայտնել խորացնել երկկողմ գործակցությունը։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում, պետք չի անցնել հողումով եւ տվյալներ փոխանցել։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվատողերով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի միջուկային էներգիայի ծրագիրը միշտ եղել է եւ կմնա բացառապես խաղաղ բնույթի, ուստի սկզբունքորեն գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին դրա պոտենցիալ ռազմականացումն է։ Մենք ճնշման ներքո եւ ահաբեկման պայմաններում բանակցություններ չենք վարի։ Մենք նույնպես չենք դիտարկի դա անկախ դրա թեմայից, ասել է Արաղչին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պաղեստինյան Համաս շարժման կողմնակիցները կվտարվեն Միացյալ Նահանգներից, մենք կչեղարկենք Ամերիկայում Համասի կողմնակիցների վիզաները կամ գրին քարտերը, որպեսզի նրանց հնարավոր լինի արտաքսել, գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։ Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոն ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Կալին Ջորջեսկուին արգելել է մասնակցել մայիսին նախատեսված նախագահական ընտրություններին։ Այս որոշումը Ջորջեսկուի աջակիցների եւ ոստիկանության միջև բախումների պատճառ է դարձել։ Կենտրոնական ընտրական բյուրոն մերժել է Ջորջեսկուի թեկնածությունը, նշելով, որ նա չի համապատասխանում օրինականության պայմաններին, քանի որ խախտել է ժողովրդավարությունը պաշտպանելու պարտավորությունը։